Ես, որ զորացրվեցի, վերջացրեցի, տարբեր տեղեր էի գնացել, որպես ոչ թե աշխատող, այլ սովորող։ Դե քոլեջի բազայից բացի պետք է նաև պրակտիկա։ Հասկացա, որ արդեն բավականին հմտացա, բայց դե էլի տեղ ունեի։ Ու արդեն կարելի ասել աշխատանք էի ման գալի, դիմեցի սոցիալ ծառայություն, իմացել էի, որ այդպես ծրագիր կա, ընթացքում արդեն ասեցին այս կազմակերպության, այս լաբորատորիայի մասին ու արդեն իմը գտել եմ, աշխատում եմ, դեռ բավականին տեղ էլի կա աճելու, զարգանալու։ 2016-2022 թվականներին ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված անձանց աջակցելու նպատակով պետության կողմից դեռևս 2022 թվականին մշակվեց ծրագիր, որը գործում է մինչ օրս։ թվի տեղանումից հետո, որ արդեն տեղափոխվել եք Հայաստան, աշխատանք էի փնտրում։ Դիմեցի սոցիալ նախարարություն աշխատանքի համար, սոցիալից ուղղորդեցին այս լաբորատորիան ու մինչ օրս էլ աշխատում եմ։ Մասնավորապես ծրագրով նախատեսված է աջակցության 3 ուղղություն։ Առաջի ուղղությունը հետևյալն է. նախ գործատուն է որոշում, ինչպես ասացի, եւ օրինակ առաջի դեպքում գործատուն կարող է որոշել, որ նախքան իր մոտ աշխատանքի անցնելը անհրաժեշտ է, որպեսզի մեր շահառուն ուսուցում անցնի։ Ուսման վճարն է տրամադրվում, կրթաթոշակ է տրամադրվում եւ նաեւ գործատուին տրամադրվում է հարկերի վերադարձ ոչ ավել քան 50,000-ի սահմանում։ Տղաները իրանք են ընտրում, որով են ուզում ուղղորդվել, աշխատել։ Նախարարության հետ մենք համագործակցում ենք, շատ լավ ծրագիր է, ես շատ լավ եմ գնահատում, հնարավորություն է տալիս սովորեն տղաները աշխատեն, դա օգնություն է իրանց, նաև գործատուին։ Չունեի բավարար փորձառություն, ընտրել եմ սովորել, հետո աշխատանքի ընդունվել կետը, հիմա սովորելու բաժինը կարելի ասել արդեն որոշ չափով ավարտել եմ, սկիզբով չափ արդեն աշխատում եմ, մոմով եմ աշխատում, մեկ էլ կարկասներ եմ նստացնում, դրա հետ համատեղ սովորում եմ կերամիկա հավաքել։ Կարող եմ գործատուն ընտրել երկրորդ տարբերակը, որը նշանակում է հետևյալը, որ անհրաժեշտ չէ նախապես ուսուցանվել աշխատելու համար, այլ անհրաժեշտ է ընդհանրապես գործատուի մոտ անցնի փորձառություն, դրանից հետո արդեն դառնա նաև շարունակելով հարաբերությունները որպես աշխատող։ Առաջին 3 ամիսները պետության կողմից տրամադրվում է եւ աշխատավարձը, եւ հարկերը, աշխատավարձը ոչ ավել քան նվազագույն ամսական աշխատավարձի չափով, հարկերը ոչ ավել քան 25,000-ի չափով։ Իսկ դրանից հետո եւս 9 ամիս տրամադրվում է միայն հարկերի մասով վերադարձ, ոչ ավել քան յուրաքանչյուր ամսվա համար 50,000 դրամի սահմաններում։ Ի շնորհիվ նախարարության կարելի ասել իմ բախտն էլ է բերել, որ նման մասնագետներ ես ձեռք բերեցի։ Համակարգչով մոդելավորումն եմ անում եւ այդ մոդելավորումը ֆրեզերավորման ստանոկի միջոցով ստանում եմ։ Եվ երրորդ ուղղությունը այն է, որ գործատուն գտնում է, որ միանգամից կարող է ընդունել աշխատանքի, հենց առաջին իսկ օրվանից կարող է հանձնարարել բոլոր աշխատանքների կատարումը, այս դեպքում նախատեսվում է գործատուին միանվագ աջակցություն 300,000 դրամի սահմաններում։ Այս ծրագիրը մեզ տալիս է ամենաառաջի հերթին այն, որ նախ մենք կարողանում ենք գտնել երիտասարդ մասնագետների պետություն ու մեր համագործակցությունը կապ է տալիս, որ մենք կարողանանք իրանց գտնենք, իրանք գտնեն մեզ։ Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ պահանջարկը եւ տարիներ շարունակ իրականացնելը, կարող ենք փաստել, որ այն երկուստեք ձեռնտու
ծրագիր է, նկատի ունեմ հետևյալը, եւ գործատուի համար, որովհետեւ գործատուն ստանում է պետական աջակցություն, նշածը 3 ուղղություններից որևիցե մեկով, ինչ հնարավորություն է տալիս անգամ առանց աշխատավարձ իր կողմից վճարելու ունենալ աշխատանքային ռեսուրս։ Մեր շահառուների համար ինքը օգտակար ծրագիր է, որովհետև կարողանում են աշխատանք գտնել եւ նշեցի, որ անգամ պահանջներ կան, որ պետք է իրենք անպայման ապահովված լինեն աշխատանքով եւ դա հետո նաեւ իրենց հնարավորություն կտա ընդհանուր, եթե նույն գործատուի մոտ չաշխատեն, ապա լինեն աշխատաշուկայի մրցակցային եւ նաեւ իհարկե պետության համար, որովհետեւ աջակցություն է ցուցաբերվում պատերազմի մասնակիցներին կամ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածներին, որոնք շատ դեպքերում անհրաժեշտություն ունեն վերապրոֆիլավորման նորից աշխատաշուկա վերադառնալու համար։